Հայաստանյան հասարակական քաղաքական կյանքում վերջերս բավականին սկանդալային մի իրողություն էր տեղի ունեցել, մի խումբ անձինք փորձ էին արել Հայաստանի Հանրապետությունում գրանցել ակնհայտ պրոթուրքական ուղղվածության կուսակցություն եւ հանրային աղմուկի շնորհիվ այդ գործընթացը առերևույթ այս պայն կասեցվեց, այսև այլ հարցերի շուրջ այսօր զրուցել եմ հասարակական քաղաքական ակտիվիստ Արթուր Չախոյանի հետ, պարոն Չախոյան, շնորհակալ եմ հրավեր ընդունելու համար, դուք այն անձանցից եք, ով հստակորեն բարձրաձայնեց խնդրի մասին եւ դուք ձեր ներդրումը ունեցաք, որպեսզի բավական մեծ հանրային աղմուկ լինի այդ հարցի շուրջ եւ այդ պրոիշխանական ուղղվածություն ունեցող գործիչները, որոնք ակնհայտ նաեւ պրոթուրքական ուղղվածություն ունեն, գոնե այս փուլում հրաժարվեն կամ կասեցնեն իրենց գաղափարը, կխնդրեի ձեզ առավել մանրամասն մեր հեռուստադիտողներին ներկայացնել ինչի մասին էր խնդիրը առհասարակ։ Խնդիրը հետևյալի մեջ է, որ Թուրքիայում բնակվող Նատալի Ալեքսանյան անվանումով մի անձնավորություն, որը իրականացնում է հակապետական ոճիշա Հայաստանի Հանրապետության գործունեություն քաղաքական, որը հրապարակային ոճի նպաստ Հայաստանի Հանրապետության կոչեր անում, որը ի նպաստ է մեր հարևան թշնամի պետություններին եւ այդ հայտարարությունները միջազգային հարթակներում մեծ իրենց դերակատարումը ունենում են։ Ու այդ ամեն ինչը փորձելով ավելի քաղաքականացնել, ամրապնդել, ցանկանում են Հայաստանի Հանրապետությունում պրոթուրքական ուղղվածությունով կուսակցություն հիմնել։ Դա ոչ թե ես իմ խոսքերից եմ հորինում, այլ հստակ գործողությունների վերաբերյալ, որ մարդը բնակվում է Թուրքիայում, Հայաստանի ոչ հայերից բխող հայտարարություններ անում, որ ասեն արեք, սպանեք, կոտորեք, ֆեկալեք հողեր, անկլավները եւ այլն։ Եվ այդպիսով կուսակցություն են ցանկանում կերանցեն։ Բայց իրենց մոտ առայժմ անհաջող փորձեր է ստացվում։ Որն է նպատակը դրումը, հա? Եկեք նաեւ փորձենք հասկանալ ինչ խնդիր են փորձում լուծել։ Խնդիրը հետևյալում եմ ես տեսնում, որտեվ երբ որ այդ անձնավորությունը հայտարարություններ անում, իրեն ներկայացնում են որպես լրագրող եւ քաղաքացի Հայաստանի Հանրապետության եւ իբրև թե քաղաքասարակություն, դա բնական է, դա այդքան էլ ամուր քաղաքական հիմք չի հանդիսանում, դրա համար էլ փորձում են կուսակցություն հիմնադրել, որ ինքը արդեն դառնա կուսակցության անդամ կամ նախագահ, որը հիմնադրվել է այդ կուսակցությունով, որ միջազգային հարթակներում իր արած հայտարարությունները հիմք ընդունվում ոչ թե որպես լրագրող կամ քաղաքացու, այլ քաղաքական ուժի ներկայացուցիչի հայտարարությունը, որը միջազգային հարթակում էլ ավելի ծանր կշիռ կունենա ի նպաստ մեր հարևան թշնամի պետությունների համար։ Իր գործունեությանը հետևելիս ակնհայտորեն զգացվում է այդ պրոթուրքական հետքը, որովհետև մենք տեսնում ենք ակնհայտ հատալության քարոզ, օրինակ Արցախահայության նկատմամբ, մենք տեսնում ենք ակնհայտ հատալության քարոզ Հայաստանի բոլոր նախկին իշխանությունների նկատմամբ, այն անձանց նկատմամբ, ովքեր որ ներդրում են ունեցել, օրինակ 90-ականներին Արցախյան հաղթանակի համատեքստում, հա, այսինքն մենք կարող ենք փաստել, որ հստակ պրոադրբեջանական կամ պրոթուրքական գիծ է փորձ արվում Հայաստանի Հանրապետությունում տանել ոչ միայն գործող իշխանությունների կողմից, այլ այդ տիպի սատելիտների կողմից։ Տվյալ իրենց հայտարարությունները միայն դրա մասին են խոսում, այլ ուրիշ տրամաբանական բացատրություն ես
Չեմ տեսնում, որովհետև հայտարարությունն անում, ասում է, եկեք Հայաստանի Հանրապետության անկլավները վեկալեք, եկեք մարդկանց սպանեք, եկեք դղյակները վեկալեք, այդ իրանց թալանացնա եւ այլն եւ այլն։ Այսինքն այնպիսի հայտարարություններ է անում, որը վնաս է Հայաստանի Հանրապետությանը, իսկ եթե դա անձնավորված լիներ, օրինակ քաղաքական ուժի ներկայացուցիչներ կամ քաղաքական հայացքներ արտահայտեր քաղաքական ուժերի նկատմամբ, դա ինչ-որ միտեղ կարելի էր հասկանալ անկախ ամեն ինչից, եթե դա էլի պրոթուրքական այդ ուղղվածությունով ուղղված հայտարարություններ է, բայց երբ որ արդեն հայտարարությունները հստակ, պարզ, բացահայտ ձևի վերաբերվում է Հայաստանի Հանրապետությանը, այլ ոչ թե անձնավորված, լինենք օբյեկտիվ, այսինքն հստակ վերաբերվում է Հայաստանի Հանրապետությանը, լստե անձնավորված մարդկանց մեջ չի խնդիրը, էլի։ Դա արդեն շատ վատ բան է, հակապետական քարոզչություն է իրականացում։ Դուք այն անձանց եք, ով շարունակաբար բարձրացնում է Երևանյան խնդիրները, օրինակ, կոռուպցիայի վերաբերյալ շինարարության ասպեկտում, վերջերս նորից տեսանյութեր էիք հրապարակել, որտեղ հստակորեն ցույց եք դնում, թե ինչ վատ որակի աշխատանք են տանում Երևանի փողոցներում եւ նաեւ կոռուպցիոն դրսևորումների մասին էիք խոսել։ Կցանկանայի ավելի մանրամասն քննարկենք, հասկանանք առհասարակ Երևանում ձեր նշած խնդիրների ասպեկտում ինչ իրավիճակ է, որոնք են ամենաառարկայական խնդիրները, որոնց դուք բախվում եք, բարձրաձայնում եք եւ խոսենք նաեւ հենց կոռուպցիոն դրսևորումների մասին։ Այսօր ամենաակտուալ խնդիրը, որը իր մեջ կրում է կոռուպցիոն բնույթ, դա ասֆալտապատման աշխատանքներն է եւ Երևանի փոսերը, որովհետեւ մենք տեսնում ենք ասֆալտ են անում, առանց բիտումի անորակ ասֆալտ են անում։ Իսկ մենք գիտենք, որ բիտումը ասֆալտապատման աշխատանքների մեջ ամենաթանկ բաղադրիչներից մեկն է, ակնհայտ է, եթե բիտում չեն անում, պետքա բիտում անեն, դա հենց կոռուպցիա է, պետությանը վնաս է հասցնում, ու դրանից հետո, երբ որ ասֆալտը փռում են, շատ կարճ ժամանակ հետո քանդվում է։ Դե մենք բոլորս ենք տեսնում, դա անհնար է չնկատելը նույնիսկ։ Եվ այդ ամենը ոչ մի պատասխանատվություն չունի։ Օրինակ վերջին ամենահայտնի միջադեպերից մեկը, որը տեղի ունեցավ մոտավոր 1 ամիս առաջ, տեսանյութ է հրապարակել, թե ոնց են մասիվում առանց բիտումի ասֆալտապատման աշխատանքներ իրականացնում։ Դրա վերաբերյալ Տիգրան Ավինյանը գործակարգավարական նիստին անդրադարձավ եւ ասենց ասած թաղապետ Մարատ Սևոյանին քաղաքական պատասխանատվության ենթարկեց, թե ինչ է նշանակում օրը ցերեկով ասֆալտ են անում առանց բիտումի բան, եւ այդ ամենը փորձում է թաղապետը արդարացնել։ Դեպքը անցավ 1 ամիս, արդեն 1 ամսվա ընթացքում թե արված փողոցի ասֆալտը, թե ուրիշ փողոցի արված ասֆալտը, մասնավորապես Բադալ Մուրադյանի փողոցի արված ասֆալտը քանդվել է։ Ու ինչ ենք մենք տեսնում։ Տեսնում ենք, որ քաղաքապետը բողոքում է, ցույց է տալի, որ իբրև թե ինքը հետևողական է, այ վատ գործ եք անում, լավ արեք, ու տեսնում ենք իր ճակերտավոր հետևականությունից հետո գործը նույն ձևի շարունակում են կոռուպցիայով ու մոտ 3 օր առաջ էլ մեր Մասիվի Գյուրջան փողոցում առանց բիտումի ասֆալտ էին էլի անում։ Այսինքն բացահայտ արդեն բոլորը գիտեն, այնքանում հանրայնացել, որ ասֆալտ առանց բիտումի չի կարելի անել։ Արդեն ինձ քաղաքացիներն են նկարում, ուղարկում, որ տես Չախոյան, այս ինչ փողոցում ասֆալտ են անում առանց բիտումի։ Բայց լավ։ Սա վերջը երբ հալնելու ես չգիտեմ, բայց գիտեմ մի բան,
որ վստահ եմ, որ Երևանի քաղաքապետարանը երբեք անորակ աշխատանքներ չի ընդունի, եթե դրա դիմաց հատկատներ չեն վերցնում։ Բնական է, եթե ընդունում են, ապա խին անորակ աշխատանքներ ընդունում, այսինքն մեկը մյուսին հակասող գործողությունները ու թաղապետի արդարացնելը, այսինքն եթե դու թաղապետ ես, պետքա համայնքային շահը առաջ տանես, անորակ աշխատանքներին հետևես, որ որակով անեն, իսկ անորակ աշխատանքներ կատարելու պարագայում թաղապետը արդարացնում է, պատճառները մեջբերում եւ այլն, այս սենց եղավ, սենց էլա, ոչ մի պատճառ չկա, արդարացում չկա, եթե վատ գործ են արել, պետք է հենց առաջինը թաղապետը արձագանքի, ասի վատ գործ են արել, օրինակ քանդել ենք տվել, նորն ենք անել տվել, բայց չկա, արդարացնում է, այդ ամեն ինչի մասին է խոսում, եթե արդարացնում է, շատ պարզ, հստակ, հատկատի մասին, այլ ուրիշ տրամաբանական բացատրություն, այդ ամենի մեջ ես չեմ տեսնում։ Միանշանակ համամիտ եմ, որովհետև եթե կա խնդիր ու իրենք խնդիրը չեն լուծում եւ ըստ էության գրում են ծածկը դմփոցի ճանապարհով, ապա բնականաբար այստեղ հստակորեն երևում է այդ կոռուպցիոն ռիսկ ասվածը եւ փոխկապակցվածությունը կոռուպցիա իրականացնողի եւ պատկան մարմնի միջև։ Մենք գիտենք, որ Երևանում նաեւ բազմաթիվ խնդիրներ կային, օրինակ մանկապարտեզների հետ կապված եւ դուք եւս ամիսներ առաջ բարձրաձայնել եք մանկապարտեզների շինարարության որակի հարցը։ Այդ առումով մենք ունենք իրավիճակի բարելավում, թե ոչ, թե նույն դրական փոփոխություններ չեմ տեսնում։ Նույն գծով շարունակվում է։ Նույն գծով շարունակում են ու եղացնել հարցի լուծում չի տրվում, այսինքն այն մանկապարտեզները, որոնք պետք է արդեն իսկ շահագործման հանձնված լինեն, շահագործման հանձնված չի ու մոտավոր 90% մանկապարտեզի հիմնանորոգման գումարները տվել են, այսինքն միացենց բարձ ձևով ասեմ, որ մեր դիտողներն էլ հասկանան, ոնց որ մարդ գա տունը վերանորոգի արհեստավորները, տանտերը տան վերանորոգման 90% գումարը տա, բայց այդ տունը բնակվելու համար ենթակա չլինի, այսինքն ինքը վթարային է լինում ու տվյալ դեպքը տեղի ունեցել 2023 թվականը միջև Երևանի քաղաքապետի ընտրությունները։ Իսկ այդ ժամանակ Տիգրան Ավինյանը համակարգում էր շինբարեկարգման ոլորտը, այսինքն այն ինչ տեղի ունեցել էր իր համակարգման տիրույթում է եղել, այսինքն ինքը գալիս է պաշտոն է զբաղեցնում բարձր փոխքաղաքապետ, որը համակարգում է մի ոլորտ, էլի որը ձախողվում է, ոչ թե որ հանուն արդարության լինենք, հնարավոր է որոշակի դեպքերում ձախողումներ լինեն, օրինակ մի դեպքում, երկու դեպքում, հա, բայց տենում ես դեպքերը շատ չեն, հա, շատ չեն, քիչ չեն, հենց դա շատ են։ Հատուցա հարց առաջ, բայց եթե մարդը համակարգում էր, որ պետք է ամեն ինչ լավ լիներ, հասկանում եք իր համակարգելու օրոք, ամեն ինչ վատ է ել է ու այդ վատը միջորը շարունակվում է։ Այս Տիգրան Ավինյանի Երևան քաղաքապետարան գալուն պես Երևան քաղաքի կառավարումը ծախողվում է թե փոսերից բռնած, թե բարեկարգումների, թե մանկապարտեզների մասով։ Եվ այդ ձախողումների մի ոլորտ էլ բնականաբար հանրային տրանսպորտ ասվածն է։ Մենք տեսնում ենք աննախադեպ քանակի խցանումներ Երևան քաղաքում, ես չեմ հիշում, որ երբևէ այս տիպի վիճակ լիներ Երևանում, չնայած նրան, որ տարիներ շարունակ մեքենաների թիվը բնականաբար աճել է, բայց տարբեր տարիների քաղաքային իշխանություններ կարողանում էին խնդիրը հստակորեն լուծել, բայց հիմա մենք տեսնում ենք, որ խնդիրը հասել է կրիտիկական կետի եւ այո, կարող ենք փաստել, որ Տիգրան Ավինյանի օրոք խցանումները եւս խոսում են Երևան քաղաքի կառավարման ձախողման
մասին։ Այս համատեքստում է խցանումների եւ առասարակ հանրային տրանսպորտի առումով ինչ կարող եք ասել։ Կարող եմ ասել հետեւյալը, որ Երևան քաղաքի խցանումները արդեն իսկ անհնար է լուծել։ Ով էլ գա ասի, գիտեք, ես կգամ Երևան քաղաքի խցանումները կլուծեմ, խցանումներ չի լինի, դա անհնար կլինի։ Հնարավոր կլինի որոշ չափով բարելավել, երթևեկության փոփոխություններ իրականացնել, բայց ամբողջովին բարելավել դա արդեն անհնար է։ Ու այդ ամենի պատասխանատվությունը կրում է այսօրվա իշխանությունը։ Սրանից հետո ով գա իշխանության, երթևեկության այս կաթվածահարության համար պատասխանատվություն ինքը չի կարող կրել եւ այդ հարցին չի կարող լուծում տա։ Դուք նշեցիք, ասացիք նախկինում սենց խցանումներ չկային։ Ճիշտ է։ Այս խցանումները ինչպես քաղաքային իշխանությունը եւ կառավարության նիստերում հայտնում են, որ ավտոների քանակն է շատացել։ Բայց եթե մենք այդ ամեն ինչ ավելի ենք վերլուծում, նայում ենք պատճառը ինչն է ավտոների քանակը, Երևան քաղաքում, մասնավորապես կենտրոնում, տված շին թույլտվություններն է, այսինքն որ այդքան բազմաբնակարան շենքեր են սարքել։ Այսինքն Երևան քաղաքի փողոցները չեն լայնանում, բայց Երևան քաղաքում բազմաբնակարան շենքերը ավելանում են, այսինքն Երևան քաղաքում կենտրոնում բնակչությունը շատանում է։ Բնականաբար է, բնակչությունը շատանալու պես շենքերը բնակարանները, ավտոմեքենաները պետք է շատանա։ Այսինքն երթևեկությունը ավտոներ դրանով է պայմանավորված, որ շատանում է։ Այսինքն դրանից հետո որպես տրամաբանական լուծում պետք է այդ շենքերը քանդեն, տեղափոխեն կամ ուրիշ տեղ, այսինքն որը տեղափոխելն է անհնար ու քանդելը։ Այսինքն դրա համար եմ ասում, արդեն այդ խնդիրը լուծում չունի, այլ ուղղակի մի փոքր բարելավում է, վերջ։ Դրանից են կողմ հնարավոր չի։ Օրինակ, տեսեք, Երևան քաղաքում Թումանյան փողոցում ինչ բազմաբնակարան շենքեր են սարքում, կենտրոնում ինչքան են սարքում, բայց ավտոմեքենաները օդով չեն երթևեկելու, փողոցով են, չէ՞ երթևեկելու։ Այսինքն Երևանի քաղաքապետարան շին թույլտվությունը տալիս է, բայց փողոցները չեն լայնանում, չէ՞։ Նույնն են մնում, բայց ավտոների հոսքը շատանում է, բարձր պիտի կաթվածահար լինի, խցանումներ լինի, որովհետև այս մեր փողոցները նման երթևեկության համար նախատեսված ի սկզբանե չի եղել։ Այսինքն եթե իրանք ուզում են շին թույլտվություն տային, հաստատ կենտրոնը չպետք է ծանրաբեռնեն։ Այդ թվում Արաբկիրը եւ այլ վարչական շրջանները։ Դուք այս խնդիրները բարձրաձայնելու համատեքստում բազմաթիվ դժվարությունների առջև եք կանգնել, հետապնդումների եք ենթարկվել, հարձակումների եք ենթարկվել եւ ամենահայտնի միջադեպից մեկը դա Նոր-Նորքի թաղապետարանում Տիգրան Տեր-Մարգարյանի մասնակցությամբ միջադեպներ բոլորի աչքի առջև էր տեղ ունեցել, բազմաթիվ տեսախցիկների, երբ ոհմակով հարձակվել էին ձեր վրա, բայց ոստիկանությունը այդ օրը տարվեցիք նաև դուք եւ Տիգրան Տեր-Մարգարյանը։ Ոչ թե նաև դուք, այլ ես, այլ որոշակի ոստիկանությունը չի ձերբակալել։ Իրանց չեն տարել։ Ինձ ձերբակալեցին։ Տիգրան Տեր-Մարգարյանն էլ մեկ օր անգամ չհայտնվեց բանտախցում։ Հա։ Չէ՞ որ ինքը բուչա էր գնացել։ Խնդիրը իրականում ողբալի է, շատ ողբալի է, ու եթե տեսախցիկները չլինեին, չարձանագրեին տեղի ունեցածը, հակառակ պատկեր էր լինելու, հայտարարվելու, որ Չախոյանը եկավ, զենքերը դրեց գլխներիս, ասեց կկրակեմ, եթե չգիտեմ, եսի մի շատ չստորագրեք, եսի ինչերը, հա, որ էլ բուչա չես էթա, եսի ինչ չգիտեմ, սենց ինչ-որ անհեթեթ բաներ, եկավ մեզի սաղից խփեց, սպանեց։ Այսինքն, բայց տեսանյութները այնքան անհերքելի է, որ
առողջ գիտակից մարդու համար դա ակնհայտ է, բայց ասենց ասած իր անցական ինչպես որ հանրությունն ասում զոմբիները հավատում են իրենց հայտարարությունները, օրինակ հենց այդ թաղապետը ճակերտավոր տեսախցիկներից առաջ տեսախցիկների առջև շատ լուրջ դեպքից հետո հայտարարում է, որ Չախոյանն է եկել առաջինը խփել, կռիվը հրահրել, նոր դրանից հետո մենք հարձակվել ենք, ու երբ որ մտնում ես մեկնաբանությունները կարդում ես, դե պարզա դրանցից կեսի շատերը ֆեյքեր են, իրանց էջերով մարդիկ գրում են, կեսի շատը հավատում է, որ դրան հանրային կարծիք է ձևավորում զոմբիների մոտ, որ Չախոյանը գնաց է բան, այլ արդեն չեն խորանում էության մեջ, այսինքն այդ կարգի անառողջ իրավական ասպեկտում էս գործը ինչ ընթացքի մեջ է հիմա։ Ծածկադմփոց, դատարանում է գտնվում, հիմա հրապարակային հայտնում է, որ շատ մեծ ակնկալիքներ չունեն, որ ինքը օրենքի ամբողջ խստությամբ պետքա ոչ թե պետքա, այլ պատասխանատվության կենթարկվի։ Այլ ուղղակի պայմանական կտան եւ վերջ։ Ինձ վրա ավելի ծանր պատասխանատվության ենթարկման հոդված են դրել, քան իրա վրա։ Բայց ինձ էին ձերբակալել։ Ու երբ որ գործերը գնաց դատարան, գործի նյութերը վերցեցի, Անի Խաչատրյանը ավականու անդամը հայտնի են գեղեցկուհին, Աստված բնական Աստծո կողմից տված բնական գեղեցկությունով օժտված Անի Ավական Խաչատրյանը, հա, քննիչի մոտ հայտնում է, որ ինքն է ոստիկանությանը դիմել, որ Արտուր Չախոյանին կան տանեն։ Այսինքն ոստիկանությունները ոչ թե եկել են այդ իրավիճակը մեղմացնելու, հանդարտացնելու, մեղավորներին ձերբակալելու, այլ առանց հասկանալու թե առասարակ ինչ է եղել, ուղղակի եկել են Արտուր Չախոյանին, առանց ինչը որ մենք տեսանք, հենց այդպես էլ եղավ, առանց երկար բարակ ձերբակալեցին տարան, ինչի համար, որտեղ Անի Խաչատրյանն է զանգը։ Այսինքն ակնհայտ, այն որ ասում եմ, ես էդի չեմ հորինում, հենց իրանց խոսքերն է, որը հայտնել է քննիչին։ Եվ հենց այդ ժամանակ շինթույլտվության հանրային քննարկումներ։ Իսկ բոլորս գիտենք, որ ամենայն չաղ, մեծ կոռուպցիոն կտորները հիմնականում հենց շինթույլտվությունների մեջ է։ Ու հենց այդ ամենը ինչ տեղի ունեցավ, փաստ է, որ հենց այդ ամենը դրա հետևանքն է, շինթույլտվությունների այդ կռիվը։ Շնորհակալ եմ հետաքրքիր զրույցի համար։ Իմ հյուրն էր հասարակական քաղաքական ակտիվիստ Արթուր Չախոյանը, ՑՍՏ Դավիթ Ֆիդանյանը, բաժանորդագրվեք Antifake YouTube-յան ալիքին, կհանդիպենք։